Արտիկի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի տղայի հետ կապված է միջադեպը, որ տեղի ունեցավ, դուք դրանից ինչ հետևություններ արեցիք, արդյոք պետի տեղակալի գոնե ժամանակավոր լիազորությունները կասեցնելու անհրաժեշտություն չկար։ Նայեք, մենք ցանկացած գործողություն, որ իրականացնում ենք, պետք է այդ գործողությունը բխի օրենքից։ Օրենքում համապատասխան օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կատարած կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Սրա հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումը, որը որ ցանկանում եմ հնչեցնել միանշանակ, մենք ինչ-որ արդեն նշեցի քրեակատարողական հիմնարկներում ունենք 2845 ազատությունից զրկված անձ։ Եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթներին, մենք ուրեմն պետք է բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ եւ պահանջ ներկայացնենք մի րոպե, եւ պահանջ ներկայացնենք այդ անձանց այս կամ այն աշխատանքից ազատելու, որը կարծում եմ, որ անպատժելիության ոչ, որովհետև նայեք, հիմա ես նաև իմ փորձով ձեր հետ կիսվեմ, քրեակատարողական հիմնարկում անչափահասները վերջի տարիներին, լսում եք, վերջի տարիներին անչափահասները նվազագույն թիվ են մեր մոտ ունեցել քրեակատարողական հիմնարկներում։ Անցյալ տարի մենք անգամ ունեցել ենք դեպք, որ անչափահաս ազատությունից զրկված անձ չենք ունեցել։ Այս պահին մենք ունենք 6 անչափահաս ազատությունից զրկված։ Այս անչափահասները սովորաբար հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում ամենածանր հանցանքների դեպքում, այսինքն մնացած դեպքերում պետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս անձին չհայտնվեն քրեակատարողական հիմնարկներում եւ այսպես ասած կրկնակի հանցածին այսպես ասած իրավիճակում չհայտնվեն, որը որ շատ լավ է եւ որը որ տվել է իր արդյունքները։ Նայեք, չէ, թողեք վերջացնեմ։ Եվ մենք ունենք 4 անչափահաս, կասեմ 5 չէ, 5 անչափահաս, ովքեր որ իրականացրել էին այդ ծեծը եւ 4-ը իրենցից կալանավորվել էր։ Այսինքն իմ տեղեկություններով 3-ը 20 օր, մեկը 1 ամսով։ Հիմա ինչա ասածս, մենք այս վերջի տարիներին, վերջի 6-7 տարիներին չենք ունենա այնպիսի դեպք, որ անչափահասը կալանավորվում է ծեծի հոդվածով։ Իսկ սա նաև աննախադեպ էր այս տեսանկյունից, որ անչափահասը այս այո, խմբական ծեծի մասին է եւ նաև այստեղ ազդեցություն է ունեցել։ Ես չեմ արդարացնում, ընդհակառակը դա իմ համար շատ մտահոգիչ է ընդհանուր հասարակական տեսանկյունից, որ մենք այդպիսի երևույթներ, որը պետք է կարգ ու կանոն բանդերում հաստատի, այնպես անի որ բանդում հայտնվածը ուղղվի բանդից դուրս գալուց հետո ճիշտ ճանապարհով գնա։ Ես ցանկացած բան, եթե մենք խոսում ենք, ես ուզում եմ, որ մենք խոսենք հողի վրա երկու ոտքով կանգնած վիճակում։ Մենք, այո, հիմա նայեք, մենք այնպես չի, որ մեր համար նորություն է, որ մեր հասարակության մեջ հատկապես այս տարիքի երեխաների շրջանում լինում են ծեծի դեպքեր։ Սա մեր համար նորություն չի։ Եվ սա նաև մեր հասարակության, չէ, թողեք վերջացնեմ։ Չէ, ես հիմա տանում եմ նրան, թե մեր հասարակությունը ընդհանուր առմամբ, հատկապես տղաների շրջանում, բռնության քարոզող հասարակություն է, այսինքն տղան մեծանում է, տղային ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրա դուր գլխին, ու երեխաներին սովորեցնում են ավելի շատ բռնություն, քան առողջ հարաբերություններ եւ առողջ կոմունիկացիա։ Եվ մենք ունենք այս մասով շատ դեպքեր հաստատ կունենանք, երբ որ այդ չի տեսանկարահանվել, համապատասխան համացանց չի գծվել եւ այդ դեպքերը անհետ, այսպես ասած, այստեղ հայրիկը քրեակատարողական ծառայության հիմա իմ ասածը այն է, որ պետք չի թիրախավ, ես ընդհանրացնում եմ, որովհետեւ նախ ես նշեցի, որ մենք ցանկացած մեր գործողություն պետք է անենք օրենքից ելնելով եւ մեր օրենքը չի նախատեսում անձին աշխատանքից ազատում իր ազգականի կողմից կատարված հանցանքի ոչ էլ լիազորությունների սահմանափակում է ենթադրում օրենքը։ Նախ այս մասին խոսենք։
Եվ ես նաև ուզում եմ, որ երեխաներին էլ չթիրախավորենք քրեական ենթամշակույթ տերմինը իրենց վրա կպցնելով, որովհետև այս երևույթը, որը մենք ունենք մեր հասարակության մեջ, ծեծով հարցերը լուծելու երևույթը մենք մեր հասարակության մեջ ունենք, եւ եթե դրա անունը դնենք քրեական ենթամշակույթ, մենք կստացվի մեր հասարակության մեծ մասը կրում է քրեական ենթամշակույթ։ Աբսուրդ է, գիտեք, որ մեկի հայրը քրեակատավականի աշխատիկից է, մեկինը դպրոցի տնօրենն է, մյուսինը մանկապարտեզի դաստիարակ է կամ դաստիարակչուի, մեկինը համայնքի վարչական ղեկավար է, այսինքն մարդիկ, որոնք ինչ-որ ինստիտուտներ են կառավարում։ Մեր համար այստեղ ամենակարևորն էր հասկանալ, թե լծակների մասին խոսեցիք, այդ անձը ունեցել է որոշակի վարքային դրսևորումներ տարբեր կերպ ազդելու նախաքննության կալանքի տակ եղել, մեկ ամսուրն է եղել, թե 20 օրը։ 3-ից չէ, անչափահասները Աբովյան քրեակատվական հիմնարկում են բոլորը։ Անչափահասները եւ կանայք Աբովյան քրեակատվական հիմնարկում են իրենց պատիվ։ Խոսել եք նրա հոր հետ, որը որ աղջիկի է, ինչ մեկնաբանություն եք ինչպես է որդու այսպես պահվածքում մեկնաբանել։ Ես խոսել եմ հոր հետ, բայց քանի որ դա շատ կոնֆիդենցիալ խոսակցություն է, չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել, նաև անձի անձնական տվյալների գաղտնիությունը հաշվի առնելով։